կարճ ժամանակ ունեմ, եթե հնարավոր է երկար չխոսենք։ Ձեր շանսերը ինչպես եք գնահատում։ Գնահատում եմ նորմալ, կարծում եմ ունեմ շանսեր, բայց վարչությունը ինչպես կորոշի։ Ինչպեսի մրցակցություն է ձեզ սպասում, մենք գիտենք որ Ենթադրում եմ թեժ, որովհետև բոլոր տեխնացիները շատ արժանավոր քաղաքական գործիչներ են եւ շատ լավ կուսակցական ընկերներ են։ Եվ մեկ ճշտող հարց Տիկին Ջուլակյան, կուսակցությունն ունի որոշում, որ մեկը ամեն դեպքում քվոտան կանանց կնոջնի անցնելու։ Ես ընթացակարգի մասին մանրամասներ չեմ ասի, որովհետև ես լիազորված չեմ այդ մասին հայտնել։ Համենայն դեպս վերջնական որոշումը երբ կայացվի, արդեն ենթադրաբար վարչապետը կամ մեկ այլ անձ, որին նման լիազորություն կտրվի, կներկայացնի արդեն մամուլին, թե ինչ որոշում է կայացրել։ Եվ Տիկին Ջուլակյան, ՍԴ-ում մի շարք մեղադրանքներ էին ձեզ ներկայացնում։ Մերկապարանոց մեղադրանքներ այո։ Դուք այնուհանդերձ մտավախություն չունեք, որ բարձր դատարանը կզրոյացնի ընտրության արդյունքները, նկատի ունեմ նոր ընտրության անհրաժեշտություն կլինի, իսկ դուք արդեն պաշտոններ եք բաժանում։ Ես նման հեռանկար չեմ տեսնում, որովհետև այն ենթադրյալ խախտումները, որոնք ըստ մեր գործընկերների ընդդիմադիր իբր եղել են, իբր կրել են համակարգային եւ զանգվածային բնույթ, որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում եւ նույնիսկ եթե եղել են սակավաթիվ առանձին դեպքերով որևէ խախտումներ, ապա դրանք որևէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա եւ ես որևէ հեռանկար չեմ տեսնում, որ Սահմանադրական դատարանը կարող է անվանել։ Դեպական չպետք է սպասել, օրինակ, եթե նույնիսկ համոզված եք, որ սա դեռ ձեր օգտին վճարել։ Հարգեիք էլի ինստիտուտը։ Մենք նախ բոլոր պետական ինստիտուտները հարգում ենք, բայց նաև կարողանում ենք գնահատել արկա իրողությունները։ Իսկ արկա իրողությունը այն է, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, եւ դա է իրողությունը։ Այսինքն դեպքում սա դիմել են ուժերը եւ ինչ խնդիր։ Ինչ խնդիր։ Սահմանադրական դատարանը կկայացնի իր որոշումը հուլիսի 4-ին եւ վստահ եք ամեն դեպքում։ Ես նորից եմ ասում, դուք հետևում եք քննարկումներին, դուք տեսնում եք թե գործընկերները որքան հիմնազուրկ եւ օդից վերցրած հայտարարություններով են հանդես գալիս։ Ինչպես կարող են դրանք ունենալ որևէ ազդեցություն։ Պարզ է, որ որևէ հեռանկար այս գործը չունի։ Դա իմ դիրքորոշումն է, բնականաբար ես այսպիսով չեմ փորձում որևէ կերպ կողմնորոշել Սահմանադրական դատարանին կամ ազդել նրանց որոշման վրա, բայց կարծում եմ ակնհայտ է եւ նաեւ նիստին ներկա լրագրողները կարող են իրենց տպավորություններով կիսվել, որ այն փաստարկները, որոնք ներկայացվում են նիստի ժամանակ եւ այն փաստարկները, որոնք ներկայացված են նաեւ դիմումներով ընդդիմադիր գործընկերների կողմից որևէ կերպ չեն կարող հանգեցնել ընտրությունների անվավեր ճանաչման, բայց ես ներողություն եմ խնդրում արդեն պետք է գնամ։ Չէ, ես վստահ չեմ կարող մտնել։ Քվեաթեր չենք մտնի։ Քվեաթերտիկը լինելու է բոլոր անձանց, հա։ Ես խոսեցի սկզբում այն մասին, որ ես ընթացակարգի այդ թվում եւ քվեաթերտիկի մասին լիազորված չեմ այդ թվում խոսելու։ Եթե կուսակցությունը պատշաճ կհամարի, վերջում արդեն կպարզաբանի ամեն ինչ։ Շնորհակալ եմ։ Okay, ասեվակտ։ 5 տեխնացու է առաջադրվել, ոնց է վարչության անդամ որպես ինչ ստանդարտներով եք առաջնորդվելու։ Հա, գաղտնի քվեարկությամբ ինչպես նախագահի տեխնացիան Հարցնում եմ ձեր ընտրության հարցում ինչ անձամբ իմ ընտրության, բնականաբար իրենց հանձնառությունը մեր որդեգրած քաղաքական կուրսի սկզբունքների, այդ թվում նաև արժամակարգի, իրենց աշխատանքի արդյունավետությունը, մասնավորապես պարլամենտական գործունեությունում իրենց արձանագրած արդյունքները, օրենսդրական նախաձեռնությունները, ազգային ժողովի աշխատակարգի առհասարակ շրջանակներում իրենց ցուցաբերած վարքը, այդ թվում է բարեվարկությունը։ Ես անձամբ այդ չափորոշիչներով եմ շարժվում։ Պարոն Պետրոսյան, ՍԴ-ում վիճարկվում է ընտրությունների արդյունքները, բայց դուք արդեն պաշտոններ եք բաժանում։ Գուցե սպասեիք ՍԴ-ի վճռից հետո այդ ամենը։ Բայց կյանքը չի կարող կանգ առնել մեր երկրում, քանի դեռ վիճարկվում է։ Մենք շարունակում ենք Իհարկե հարգում ենք ամենայն հարգանքով բարձր դատարանի լիազորություններին, բարձր դատարանի լիազորությունները իրացնում, մենք մեր քաղաքական գործունեությունն ենք իրականացնում, երբ կունենանք կոնկրետ վճիռ, ապա կգործենք ելնելով այդ վճռի տրամաբանությունից եւ պահանջներից Պարզապես տպավորություն է, որ իշխանությունները 100%-ով գիտեն ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու, դրա համար արդեն այս գործերը առաջ են գցում։ 100%-ով ոչ ոք ոչինչ չգիտի, ես նաև իմ անձամբ իմացած եմ ասում, եթե այդ իշխանություն լինեինք, վաղուց սահմանադրական մեծամասնությունը նկարած կլինենք, բայց ինչպես գիտեք, նույնիսկ շատ ասենց վիճահարույց, այսպես ասած, իրավիճակներ հասունացան, որը ընդդիմությանը տարավ սահմանադրական դատարանի դուռը
Մանդատներն եք նորմալ։ Այդ մասով մեկնաբանություն չունեմ տալու, ավելին քան անհրաժեշտ է արդեն հնչել են մեր կողմից մեկնաբանություններ։ Ինչ որ քվոտայի խնդիր կա, որ սերից կլինի, թե ուղղակի մեկին է ընտրելու վարչության յուրաքանչյուր անդամ։ Չէ, մեր այս պահին արձանագրված ԿՀ պաշտոնական տվյալներով 3 փոխնախագահներից մեկը անդիմության ամենամեծ խմբակցությանն է հասնելու, մյուս երկուսը մեզ եւ այդ տրամաբանությունից ելնելով մենք երկու տեխնացու պիտի առաջադրենք, բայց գենդերային չափորոշիչ այս դեպքում չենք սահմանել, ինչը որ կարծում եմ տեղին է, որտեղ արդեն ավելին քան գենդերային մոտեցումը մի անդամ Չէ, եկեք ընտրակարգի մեջ չխորանան, բայց որևէ չափորոշիչ սահմանված չէ, որ անպայման երկու սերից լինեն, այո, այդ չափորոշիչ սահմանված։ Խնդիրը ներդու հարց տվել ես արդեն, խնդիրն ինչու՞ն է, որ փակ գաղտնի է քվեարկությունը։ Հնարավոր է թիմի ներսում դա ինչ-որ խժդժությունների տեղիք տա, դրա համար է փակ գաղտնի ձևով կատարում ընտրությունը, որովհետև մնացած բոլոր դեպքերում դուք խոսում եք թափանցիկության մասին, բայց այստեղ նաև ընդհանրապես 10 հոգու քվեարկություն չի հաղորդում, թե ով է օրինակ քվեարկել Ռուբեն Ռուբինյանի օգտին են 5 Ալես Սիմոնյանի, մյուս 5-ն են Հայկ Կոնջորյանի։ Ինչն է խնդիրը։ Տեսեք, ասեմ, որ մեր ներկուսակցական ժողովրդավարական այս գործիքակազմերը մենք արդեն երկար ժամանակ, այսինքն կուսակցությունը հիմնելուց ի վեր օգտագործել ենք եւ վերջին ամենաթարմ օրինակը մեր ռեյտինգային ընտրակարգներ, որ ընտրեցինք նաև վարչապետի մեր տեխնացուին, դա եւս փակ գաղտնի է իրականացվել եւ քանի որ վարչապետի տեխնացուին մենք ընտրել ենք փակ գաղտնի ընտրակարգով, ապա տրամաբանությունը հուշում է, որ բոլոր պաշտոնները կընտրենք, պաշտոնի տեխնացուին կընտրենք փակ գաղտնի ընտրակարգով։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, կներեք, հեծում աշխատանքային ժամը քանիսին է ավարտվում։ 5:30 Նարեկ ջան, 17:30-ին։ Եվ կարող էիք Բայց ես վարչական ակտով նշանակված պետական գործիչ չեմ եւ իմ աշխատանքը հեծում նորմալորված չի, ես հեծում աշխատում եմ 24 ժամ բարի ուղիղ իմաստով։ Եվ այդ 24 ժամ աշխատանքի արդյունքում օրինակ Շենգավիթում տարբերաբար հոսանքազրկումներ լինում եւ հոսանքազրկումները ամբողջ աշխարհում լինում են Նարեկ ջան։ Հարցը ստամ եւ երբ զանգում են Կոնջորյանը գնաց, երբ զանգում են, ասում են, որ վթար է եղել, այսինքն այդ ինչ համակարգեր են, որ անդադ վթարվում են։ Այո, ցավոք պիտի նշեմ, որ այո շատ վատթար եւ խեղված էներգահամակարգ ենք ժառանգել եւ մի կերպ սպասարկում իրականացնում ենք միջև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն եւ էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակորեն բարելավենք։ Լավ օրից չի։ Ներդրում անելու թե մասնավորը։ Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո པարզ կլինի վերամասնավորեցման դեպքում մասնավորը, պետականացված մնալու դեպքում պետությունը գուցե կոնցեսիոն կառավարման տվի եւ կոնցեսորը նաեւ ներդրում արվի։ Քննարկում մասնավորների հետ։ Այս պահին չէ, այս պահին նման քննարկում չկա։ Պետականացում ինչ փուլում է։ Բավականին ինտենսիվ առաջ է մղվում process-ները։ Շատ շուտով հուլիսի կեսերին արդեն կառավարությունը որոշում կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատում եւ փոխհատուցում։ Շնորհակալ եմ։ Ում հետ լավ ենք, հա։ Ինչպես միշտ, ինչպես տեսնում եք, ժողովրդավարության սկզբունքներով։ Պարոն Թորոսյան, իսկ ինչու ֆրակցիան որոշեց վարչությունը որոշեց ազգային ժողովի նախագահի տեխնացուին այս անգամ փոխել։ Ըստ էության փոխեցիք տեխնացուին։ Վստահ եմ դուք գիտեք այդ հարցի պատասխանը, բայց հիմա պրովոկացիոն հարցեր եք տալիս։ Դուք գիտեք, որ տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն, ինչպես շատ դեպքերում մենք մեր բոլոր գործընկերներին երբ որ անձեր ենք ընտրում, փակ գաղտնի ենք անում, լինում է քննարկման վերջում վարչության անդամները այս կարծիքն են արտահայտում, նույն կերպ մենք ընտրել ենք վարչություն, ես վարչության անդամ եմ էլի այդ նույն քվեարկությամբ, վարչության նախագահը ընտրվել է նույն մեխանիզմով եւ ձեր հարցերը պարզապես տեղին չեն, հարգելի գործընկերներ։ Ես Ալեն Սիմոնյանի աշխատանքը շատ բարձր եմ գնահատել եւ գնահատում, նա մեր պատմության լավագույն ազգային ժողովի նախագահն է։ Պարոն Թորոսյան, քանի որ վարչապետը ասաց, որ ըստ էության կաբինետում էական փոփոխություններ նախարարների ու փոխվարչապետերի մասով կարծես թե չի լինի, այսինքն դուք շարունակելու եք պաշտոնավարել հստակ է արդեն։ Վարչապետը կորոշի, ինքն է ներկայացնում մեզ նշանակման կամ ազատման, կգա օրը կտեսնենք։ Բայց դուք ցանկություն ունեք գործադիրում շարունակել։ Ես հիմա աշխատում եմ, աշխատեմ այնքան, ինչքան որ կուզենան, որ մեր գործընկերները աշխատեն։ Վստահ չեմ, նման հարց չեմ քննարկել, կարծես թե լավ եղեք։ Չի կարճ
հարց էլի։ Այսինքն դա ինչ հարց։ Ես կանգնեցի, սպասեցի, դուք որտենց հարց։ Ինչի՞ է։ Ես ուրիշ հարց կտամ եկեք։ Ինչի՞ է լրագրող աշխատում։ Որովհետև կարծում եմ, որ այս աշխատանքը շատ լավ եմ կատարում։ Ավելի լավ։ Ազատվել է առողջական խնդիրների պատճառով, բայց զբաղվում է սպորտով, սա ինչպես կմեկնաբանեք։ Ցանկացած հարց մեկնաբանել պետք է իրավական տիրույթում։ Անցել է բժշկական հետազոտություններ, արկա իրավական կարգավորումների հիման վրա տարկետում ասացել, հետո նորից կհետազոտվի։ Կբավարարի, կգնա, չի բավարարի, չի գնա։ Այսինքն դեռ հստակ որոշված չի, ինքը չի գնալու։ Դրա համար ժամկետ են տալիս, ինչ որ ժամանակ հետո նորից են ստուգում։ Բայց ինչպես է զբաղվում սպորտով, եթե ինչ որ խնդիր կա։ Աշխարհի ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունի, բոլորը։ Դուք տարեք ստուգեք, տեսեք։ Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով պրոֆեսիոնալ ու սրտի խնդիր չունի։ Խնդիրը հետևյալում է, սա լսեք։ Առողջապահության նախարարությունը ունի որոշակի չափորոշիչներ, չէ՞, թե մարդու ենթադրենք սիրտը կամ այլ օրգաններ։ Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ չափերը եւ այլն փոխվում է ու սկսում է չհամապատասխանել այդ կարգին։ Դա է ընդամենը։ Տարին տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի ամենայն հարգանքով նրանց ծնողներին, երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից։ Իսկ օրինակ, չէ, բայց բանակի կենտրոնական մարզական ակումբ գոյություն ունի, պարոն Սանոսյան, որտեղ սպորտով Բանակի կենտրոնական մարզական ակումբն ուրիշ բան է։ Բանակի կենտրոնական մարզական ակումբում այո։ Նա ուրիշ բան է։ Ինչ դա ուրիշ բան։ Նույն մեր զինված ուժերում ծառայություն են իրականացնում մեր զինվորները, որտեղ գնում են։ Բայց մենք հիմա առողջական խնդրից ենք խոսում։ Հա, ուզում ենք հասկանալ, այդ հասկանալի է, որ սիրտը հնարավոր է արագ է աշխատում սպորտով զբաղվելու հետևանքով։ Դա ընդ որում մենակ սիրտը չի, բայց հիմա շատ չեմ ուզում էլի ամբողջ երկրի առաջ իմ տղայի խնդիրներից խոսել։ Եթե որպես ծնող եք հարցնում, ես իր հետ բավական քանի անգամ խոսել եմ, որ պետքա թողնել սպորտը, որովհետև առողջությունը ավելի կարևոր է։ Հիմա իր տեսանկյունից ինքն էլ 7 տարեկանից 6 տարեկանից զբաղվում է, բայց հիմա իմ ընտանեկան հարցերը կարծում եմ հարմար պատմելու տեղ չի։ Սանոսյան, դուք Պաշտոնյա եք, պարոն բացառում Սանոսյան, Հիմա պաշտոնյա չեմ։ բայց դուք բացառում եք, որ ձեր Ընդ որում ներողություն, այդ լուրի մեջ մի սխալ կա։ Իմ տղան 24 թվականին չի տարկետում ստացել, իմ տղան 25 թվականի ամռան է տարկետում ստացել, երբ որ ես որևէ պաշտոն չէի զբաղեցնում։ Պարոն Սանոսյան, իհարկե Խնդրում եմ վերջի հարցը գնամ Չուշանա։ Բոլորի անմեղության կանխավարկածը հարկելով, բայց մշտապես մենք տեսել ենք, որ կառավարող ուժի ներկայացուցիչները ազդեցիկ անձինք միշտ էլ կարողացել են իրենց տղաներին բանակից ազատել։ Դուք բացառում եք, որ այս դեպքում ձեր դիրքը ազդեցություն չի ունեցել։ Բացառում եմ ու նորից եմ նշում, դուք հիմա որ վերցնեք ուսումնասիրեք, տեսնեք, որ իմ տղայի հասակի բազմաթիվ պատանիներ ովքեր պրոֆեսիոնալ սպորտով են զբաղվում, նրանք նույնպես ազատված են կամ տարկետում ունեն։ Ուղղակի նորից եմ ասում, ամենայն հարգանքով նրանց ծնողների, միգուցե հայտնի մարդկանց երեխաներ չեն, դուք ուշադրություն չեք դարձնում։ 10-ից 7-ը, 8-ը, 9-ը այս խնդրով անցնում է, սա էլ այդ սպորտի բնորոշ հատկություններից է շարունակվում։ Կադրը արեք, խնդիր չկա, ոչ մի խնդիր, կադրը։ Պարոն Սիմոնյան, կարող եմ մոտենաք մի հարցի պատասխան։
Լավ, դու այս։ Ես նոր։ Վարչապետը